Ողջույն հարգելի հեռուստադիտող, եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է եւ ձեզ հետ այսօր ես եմ Սիրանուշ Օհանյանը։ Ես մասնագիտությամբ հոգեբան եմ, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մասնագետ։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա մեր հաղորդման թեման շատ տխուր է, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր է։ Մենք այսօր կխոսենք մահվան գաղափարի մասին։ Եկեք այսօր միասին փորձենք հասկանալ, թե ինչպես կարելի է երեխային բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում մահը, ինչպես կարելի է օգնել, եթե երեխան ունեցել է հարազատի կորուստ եւ չի կարողանում հաղթահարել այդ կորստի ցավը։ Բայց այսօրվա մեր հաղորդումը նվիրված կլինի ոչ միայն երեխաներին, այլև մեզ, մեծահասակներից, չէ՞ որ մահվան բախվելը հավասարաչափ ստրեսային է թե մեզ համար, թե երեխաների համար։ Բայց եկեք այդ հարցին մոտենանք տարիքային փուլերից ելնելով։ Օրինակ, երբ 3 տարեկան երեխան մահվան գաղափարի հետ է բախվում, ընտանիքի անդամներից որևէ մեկը մահանում է, նա դեռևս լիարժեքորեն չի պատկերացնում տեղի ունեցածը։ Իհարկե կարող է զգալ, նկատել ձեր տրամադրության անկումը, ընտանիքում տիրող լարվածությունը եւ այլն, բայց բնականաբար ամբողջությամբ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում։ Հետևաբար այդ իրավիճակը այդքան էլ շատ բացասական ազդեցություն չի կարող ունենալ իր վրա։ Իսկ երբ որ հարցը վերաբերվում է 3-ից 6 տարեկան երեխաներին, երեխաները արդեն համեմատաբար ավելի գիտակից են լինում եւ պատկերացնում են, որ իրենց տանը իրենց հարազատը բացակայում է, ինչն էլ որ կարող է հանգեցնել նրան, որ երեխաները լինեն անհանգիստ, խանգարվի քնի ռեժիմը, լարվածություն առաջանա եւ այլն, բայց միևնույն է դեռևս այդքան խորությամբ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում, քան օրինակ 6-ից 10 տարեկան երեխաները։ Հատկապես այն դեպքում, երբ 6 տարեկանից սկսած, մոտավորապես 6 տարեկանից սկսած երեխաների մոտ ձևավորվում է մահվան վախը եւ իրենք սկսում են անհանգստանալ, բայց առաջին հերթին ոչ թե իրենց կյանքի համար, այլ իրենց հարազատների կյանքի համար։ Երևի թե նկատած կլինեք, որ հիմնականում այդ տարիքային փուլում երեխաները կարող են մոտենալ ձեզ, հարցնել, թե մարդիկ ինչու են մահանում, արդյոք դուք եք մահանալու, իսկ դուք դեռ որքան ժամանակ եք ապրելու եւ այլն։ Ու շատ կարեւոր է, որպեսզի դուք երեխաների վրա չբարկանաք, չասեք, որ նման հիմար հարցերով այլևս ձեզ չդիմեն, այլ դրա փոխարեն ճիշտ հակառակն անեք, հնարավորինս համբերատար լսեք իրեն, թույլ տաք, որպեսզի արտահայտի իր զգացածը եւ նաև կարողանաք հանգստացնել, մեղմացնել իրավիճակը եւ այլն։ Բացի այդ, 6-ից 10 տարեկան ժամանակահատվածում, երբ երեխաներն ունենում են շատ ուժեղ ստրես կապված հարազատի մահվան հետ, իրենց մոտ արդեն ոչ միայն քնի ռեժիմը, սննդի ընդունման ռեժիմն է խախտվում, այդ ամենը բացասաբար է ազդում նաև դասապրոցեսի վրա։ Երեխաները դժվարանում են սովորել դասերը, գրել գրավորները եւ այլն, քանի որ մշտական լարվածության մեջ են։ Շատ կարևոր է հարգելի ծնողներ, որպեսզի նման դեպքերում դուք չհերքեք ձեր զգացմունքները։ Օրինակ, երբ երեխան ձեզ արտասվելիս է տեսնում, մի ասեք, որ ոչ, սխալվել է, լաց չեք լինում, այլ ասեք, այո, լաց եք լինում եւ բացատրեք, թե որն է ձեր արտասվելու պատճառը։ Բայց իհարկե այս բոլոր տարիքային փուլերից ամենաշատը բացասական ազդեցությունը եւ հոգեբանական լարվածությունը առաջանում է դեռահասների մոտ։ Չէ՞ որ դեռահասության տարիքում նրանք արդեն գրեթե ամբողջությամբ գիտակցում են մահվան անդառնալի լինելը, արդեն հասկանում են, որ իրենց կորցրած հարազատն այլևս ետ չի վերադառնալու եւ ինչպես մյուս տարիքային փուլերի դեպքում քնի ռեժիմն է խախտվում, ախորժակն է բացակայում, լարվածություն է սկսվում, ագրեսիվություն է առաջանում, բայց դրա հետ մեկտեղ նաև առաջանում է մեղքի զգացողություն։ Շատ դեպքերում իհարկե չպատճառաբանված, բայց իրենք կարծում են, որ միգուցե ժամանակին իրենց հարազատին բավականաչափ ուշադրություն չեն դարձրել, շատ չեն ասել, որ սիրում են իրեն եւ այլն։ Դրա համար շատ կարեւոր է, որպեսզի դեռահասի հետ շատ զրուցեք։ Ու շատ կարևոր է նաև, որպեսզի կարողանա արտահայտել իր զգացածը, քանի որ այդ տարիքային փուլում հիմնականում դեռահասները խուսափում են արտահայտել իրենց հույզերը, որպեսզի շրջապատող մարդկանց, հարազատներին եւս չվշտացնեն։
Ինչով է նաև մտահոգիչ այդ տարիքում լարվածության պահպանումը, դեռահասները շատ դեպքերում միգուցե փրկություն, այսպես ասած փրկություն, հանգստություն գտնեն այլ տարբերակների մեջ, օրինակ անդադար սկսեն համակարգչային խաղեր խաղալ, օգտագործել արգելված միջոցներ եւ այլն։ Դրա համար շատ կարեւոր է, որպեսզի դուք լինեք ձեր դեռահասին ընկեր։ Տեսեք, երբ որ օրինակ 3 տարեկան, 6 տարեկան երեխան մահվան գաղափարի հետ բախվում է եւ իր մոտ առաջանում է ագրեսիա, փոքր տարիքի երեխան կարող է այդ ագրեսիան օգտագործել օրինակ իր խաղալիքների դեմ։ Սկսի կոտրել խաղալիքները, նետել եւ այլն, գոռալ ձեզ վրա, հրել, բայց դեռահասության դեպքում այդ ագրեսիան կարող է դուրս գալ հենց իր դեմ։ Այսինքն դեռահասը կարող է սկսել վնասել սեփական անձին եւ այդ ամենը հետագայում ունենա անդառնալի հետևանքներ։ Եվ այնուամենայնիվ, հարգելի հեռուստադիտող, եկեք հասկանանք, թե ինչպես կարելի է երեխայի հետ խոսել մահվան մասին, ինչ կարելի է ասել եւ ինչ չպետք է ասել, որպեսզի երեխայի նյարդային լարվածությունը մեղմանա։ Առաջին հերթին շատ կարևոր է, որպեսզի դուք միշտ երեխային հնարավորություն տաք արտահայտվելու։ Եթե որևէ անհանգստացնող միտք կա կամ առհասարակ, եթե ցանկություն ունի արտասվելու, նույնիսկ գոռալու, դուք պետք է ընդունեք այդ բոլոր հույզերն ու ապրումները եւ երեխային բացատրեք, որ դա նորմալ է, քանի որ նա կյանքում առաջին անգամ բախվել է այսպես ասած անարդարության հետ։ Երեխայի հետ շատ խոսեք այն մասին, թե դուք ինքներդ ինչ եք զգում, բացատրեք, որ այո, դուք էլ եք կարոտում ձեր կորցրած հարազատին, այո, ձեզ համար էլ է շատ դժվար համակերպվել նրա կորստին, բայց քանի որ այդ ամենն այլևս անդառնալի է, դուք պետք է սովորեք շարունակել ապրել, որքան էլ որ դա ձեզ համար դժվար լինի։ Հետո, հարգելի հեռուստադիտող, դուք կարող եք միասին հիշել բոլոր այն դրական պահերը, բոլոր այն հետաքրքիր ու վառ ակնթարթները, որոնք ունեցել եք ձեր հարազատի հետ։ Կարող եք նույնիսկ նայել ձեր ընտանեկան լուսանկարները, փորձել հնարավորինս շատ հիշել դրական պատմությունները ձեր կորցրած հարազատի մասին, ու որ ամենակարևորն է նաև ասել, թե ինչի համար եք իրեն շատ սիրում, որքան շատ եք սիրում, կարող եք երեխայի հետ նույնիսկ գրել նամակ, նշել այնտեղ շատ կարևոր ապրումները, որոնք երեխան ունի։ Երեխան եթե տառաճանաչ է, կարող է գրել, որ շատ կարոտել է ձեր հարազատին, որ շատ սիրով կգրկեր իրեն այս պահին եւ այլն։ Կարող է նույնիսկ նկարել, եթե չի կարող գրել, տառաճանաչ չէ եւ այլն, կարող է ուղղակի գեղեցիկ նկար նվիրել կորցրած հարազատին։ Հետո կարող եք այդ նկարը փաթաթել որևէ փուչիկի ծայրից կամ ուղղակի տանել դուրս եւ բաց թողնել երկինք։ Այդ սիմվոլիկան կօգնի, որպեսզի երեխաներն իրենց մեջ ճնշած, բացասական ապրումները կամ ուղղակի կարոտը, սերը, ջերմությունը, լարվածությունը կարողանան դուրս հանել, դրանով իսկ հանգստացնելով իրենց նյարդային համակարգը։ Բայց շատ կարևոր է, որպեսզի դուք կարողանաք երեխային ճիշտ բացատրել, թե ինչ է նշանակում մահանալ։ Եվ այն դեպքերում, երբ դուք երեխայի հարցի պատասխանն ուղղակի չգիտեք, պետք չէ, որ շատ այսպես ասած ուռճացված հեքիաթներ հորինել, պատմություններ հորինել, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Մի նեղվեք խոստովանել, որ դուք այդ հարցի պատասխանը չունեք։ Շատ կարևոր է, որպեսզի դուք մահը չնույնականացնեք քնել չարթնանալու հետ, որովհետև հատկապես նրբազգաց երեխաների դեպքում եւ ելնելով իրենց տարիքային անձնային առանձնահատկությունից երեխաների մոտ կարող է վախ առաջանալ քնի հանդեպ։ Օրինակ, ամեն անգամ, երբ իրենք պարկեն քնելու, անհանգստանան, որ միգուցե իրենք էլ կքնեն ու այլևս չեն արթնանա։ Շատ կարևոր է նաև, որպեսզի դուք երեխայի վատ արարքի դեպքում, որևէ սխալ գործելու դեպքում չասեք, օրինակ, այտես, եթե պապիկը հիմա տեսներ քեզ, շատ կբարկանար քեզ վրա, կամ ինքը այժմ վերևից նայում է եւ բարկանում է քո արարքի հետ կապված։ Հարգելի հեռուստադիտող, եկեք պատճառաբանենք ավելի ճիշտ ձևով։ Ասեք, որ օրինակ վատ արարք է կատարելու, այդ արարքի հետևանքը կարող է լինել սա, ինչպիսի վատ բացասական սցենարներ կարող են լինել, բայց երբեք ոչ մի դեպքում օրինակ չբերենք մահացած հարազատին։
Հետո կարևոր է նաև, որ երբ որ երեխան որևէ հարազատի կարոտում է, որևէ հարազատի կարիքը շատ է զգում, իսկ այդ հարազատը ցավոք սրտի այլևս ֆիզիկապես ձեզ հետ չէ, դուք փորձեք այդ կարոտը կիսել իր հետ։ Եթե կա անհրաժեշտություն, տվյալ պահին զգում եք, որ երեխայի նյարդային համակարգն այնքան լարված է, որ նա այլևս չի դիմանում դուրս, եկեք միասին զբոսանքի։ Փորձեք այցելել այնպիսի վայրեր, որտեղ երեխան իրեն ավելի հանգիստ կզգա։ Հնարավորինս շատ գրկեք իրեն, փորձեք շոյել մազերը, ավելի մեղմ ձայնով խոսել, այլ ոչ թե նյարդայնանալ, բարկանալ, համբերությունից դուրս գալ եւ այլն։ Բնականաբար հասկանալի է, որ հարազատի կորստի դեպքում դուք եւս ունենում եք շատ խառը, բուռն եւ հակասական զգացողություններ, բայց միշտ հիշեք, որ ձեր երեխաները ել ավելի անորոշ վիճակում են գտնվում, որովհետեւ ի տարբերություն մեծահասակների իրենք շատ ավելի քիչ են հասկանում շրջապատում տեղի ունեցողից։ Հարգելի հեռուստադիտող, ուզում ենք նաև անդրադառնալ այն փուլերին, որոնց միջով մենք բոլորս անցնում ենք, երբ մեր կյանքում լինում են ուժեղ ստրեսային իրավիճակներ ու հատկապես հարազատի մահ։ Այդ բոլոր փուլերը լինում են կամ հաջորդաբար, կամ միգուցե փուլերից մեկը բացակայում է, կամ մեկը մյուսից առաջ է լինում, բայց դրանք բոլորն իհարկե լինում են մեր կյանքում։ Եվ այսպես առաջին փուլը, որը մենք անցնում ենք հարազատի կորստի դեպքում, դա մերժումն է։ Երևի թե կհիշեք, որ լինում է պահ, երբ օրինակ լսում եք մի բացասական իրավիճակի մասին, մի անբացատրելի ձեզ համար ցավ պատճառող իրավիճակի մասին եւ հրաժարվում եք հավատալ դրան, ասում եք, որ այդպիսի բան չի կարող լինել։ Բնականաբար հատկապես հարազատի կորստի դեպքում շատ դժվար է ընկալել, ընդունել, հավատալ այդ իրողությանը եւ պատկերացնել, որ մենք իրեն այլևս երբեք չենք տեսնելու։ Այդ պատճառով առաջին փուլում մենք մերժում ենք իրողությունը։ Երկրորդ փուլում արդեն սկսում ենք բարկանալ, որ չկա հարազատը, եւ այդ բարկությունը սովորաբար արտահայտվում է գոռգոռոցով, բարձր լացով եւ այլն, որևէ իրեր նետելով, մեղադրում ենք այդ խնդրի մեջ բոլորին, փորձում ենք ինչ-որ ձևով հասկանալ, թե ինչու է այդ ամենը տեղի ունեցել եւ այլն, ու հետո արդեն անցնում ենք երրորդ փուլին։ Իսկ երրորդ փուլի դեպքում, այսպես ասած, փորձում ենք պայմանավորվել։ Օրինակը բերեմ երեխաների հետ կապված։ Օրինակ, երբ երեխան իմանում է, որ իր տատիկը, պապիկը կամ մեկ այլ հարազատ այլևս ողջ չէ, նա փորձում է ելքեր գտնել այդ իրավիճակից եւ նույնիսկ կարող է ձեզ ասել՝ միգուցե եթե դպրոցում ավելի լավ սովորի կամ իրեն ավելի լավ պահի, տատիկը կամ պապիկը ետ կվերադառնան։ Հարգելի հեռուստադիտող, այստեղ ուզում եմ շեշտել մի կարևոր հանգամանք, որ շատ դեպքերում երեխաներին ստրեսից հեռու պահելու համար մահվան դեպքում ասում են, որ հարազատը հեռացել է, գնացել է մեկ այլ երկիր, վաղ թե ուշ վերադառնալու է եւ այլն, բայց շատ կարեւոր է, որպեսզի երեխային ասեք ճշմարտությունը, այլապես նա միշտ սпасելու է իր կորցրած հարազատին եւ երբ որոշ ժամանակ անց տեսնի, որ չի վերադառնում, միգուցե նաեւ ունենա մեղքի զգացում, կարծի, որ նա ինչ-որ բան այնպես չի արել, այդ պատճառով էլ իր հարազատը ետ չի գալիս։ Չորրորդ փուլը տխրության փուլն է, երբ մենք ինչ-որ չափով ընդունում ենք իրողությունը եւ հուսալքվում ենք, հասկանում ենք, որ կորցրած հարազատին ետ բերելն այլևս անհնարին է եւ մենք որքան էլ ջանանք, միևնույն է մեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Իսկ հինգերորդ փուլն արդեն ընդունման փուլն է, երբ մենք այնուամենայնիվ այդքան դժվարություններից հետո ի վերջո հաշտվում ենք, իհարկե լիարժեք հաշտվելը դժվար է, բայց այնուամենայնիվ ինչ-որ չափով հաշտվում ենք եւ ընդունում ենք, որ մեր հարազատն այլևս մեզ հետ չէ, ու ընդունման փուլից հետո արդեն աստիճանաբար ոմանք վերադառնում են իրենց աշխատանքին, երեխաները դասապրոցեսին են ավելի ուշադիր լինում եւ այլն, ու հնարավորինս փորձում են վերադառնալ բնականոն կյանքին։ Հարգելի հեռուստադիտող, այնուամենայնիվ շատ կարևոր է, որ ծանր կորուստները ոչ թե խաթարեն ձեր ընտանիքի բնականոն անդորը, այլ ճիշտ հակառակը նպաստեն նրան, որ դուք ել ավելի համախմբված լինեք, մեկդ մյուսի հանդեպ ավելի ուշադիր եւ սրտացավ լինեք, որպեսզի կարողանաք միասին հաղթահարել այն դժվարությունները, որի միջով որ անցնում է ձեր ընտանիքը տվյալ պահին։
Իսկ հաղորդման երկրորդ հատվածում ձեզ համար պատրաստել ենք թերապևտիկ հեքիաթ, որը կօգնի, որպեսզի դուք երեխաներին օգնեք այն դեպքերում, երբ իրենք վախենում են հիվանդանալուց, մահից եւ այլն։ Չէ՞ որ շատ դեպքերում, երբ երեխաները լսում են պատերազմական գործողությունների մասին, համավարակի, բնական աղետների եւ այլն, եւ լսում են, որ մարդիկ մահանում են, իրենք էլ լարվում են, անհանգստանում են եւ անգամ փոքրիկ առիթի դեպքում կարծում են, որ շատ լուրջ հիվանդ են։ Եվ այսպես այսօրվա մեր հեքիաթը փոքրիկ նապաստակի մասին էր, ով շատ էր վախենում հիվանդանալ։ Լինում է, չի լինում մի փոքրիկ նապաստակ է լինում, ով միշտ շատ զգուշավոր էր եւ գրեթե երբեք չէր ուզում դուրս գալ փողոց, չէր ուզում դուրս գալ անտառ, այգի, որովհետեւ վախենում էր, որ այնտեղ որևէ հիվանդություն ձեռք կբերի։ Նա նույնիսկ վախենում էր ուտել մրգեր, բանջարեղեն, որովհետեւ կարծում էր, որ նրանց մեջ կան շատ մանրեներ, որոնք կրկին պատճառ կլինեն, որ նա հիվանդանա։ Վախենում էր ցատկոտել, վազվզել, ազատ խաղալ, որովհետեւ կարծում էր, որ կընկնի, կվնասի ձեռքը, ոտքը եւ այլն։ Մեր նապաստակը որոշում է մի օր, որ պետք է պաշտպանվել այդ բոլոր վտանգներից։ Երկար մտածելուց հետո համարում է, որ եթե իր մարմինն ամբողջությամբ պատի բարձերով, որոնք որ շատ փափուկ են, իր համար ցածընկնելն ավելի ապահով կլինի, որ եթե օրինակ իր ձեռքը վերցնի խաղալիք թուրը կամ ատրճանակը, նա այդ տարբերակով կկարողանա պաշտպանվել մանրեներից։ Երբ մայրիկը աշխատանքի է լինում, մեր նապաստակն իր մարմինն ամբողջությամբ փաթաթում է բարձերով, իր ձեռքն է վերցնում իր խաղալիք զենքերը, ատրճանակը եւ թուրը եւ կազմ պատրաստ սպասում է, թե երբ են մանրեներն իրեն հյուր գալու։ Այդ պահին հնչում է դրան զանգը եւ նապաստակը կարծում է, որ մանրեներն են ու վերջապես պետք է պայքարի մեջ մտնի իրենց հետ ու հաղթի նրանց։ Բայց պարզվում է, որ դրան զանգը ոչ թե մանրեներն են տալիս, այլ մայրիկն է աշխատանքից վերադարձել։ Եվ երբ մայրիկը տանդուռը բացելիս տեսնում է նապաստակին այդ հանդերձանքով, զարմանքից ուշագնաց է լինում։ Երբ մայրիկը կանգնում է, սկսում է զարմանալ, ժպտում է եւ որոշում բժիշկ կանչել։ Բժիշկը գալիս է, մայրիկը բացատրում է, որ շատ զարմացած է նապաստակի տարօրինակ հանդերձանքով։ Իսկ նապաստակն էլ փորձում է բժշկին բացատրել, որ այդ տարբերակով նա փորձում է չհիվանդանալ, փորձում է իրեն պաշտպանել վտանգներից ու նաև հիվանդություններից։ Ինչին ի պատասխան բժիշկը ներողամտաբար ժպտում է եւ բացատրում է նապաստակին, որ առողջ լինելու համար պետք չէ որևէ պատնեշ ստեղծել, որևէ զենքով պաշտպանվել, դրա համար ընդամենն անհրաժեշտ է առողջ սնվել, ուտել շատ մրգեր ու բանջարեղեններ, հաճախակի լվանալ ձեռքերը, լվանալ նաև մրգերն ու բանջարեղենները, որպեսզի այնտեղ չլինեն մանրեներ, վազելիս եւ քայլելիս լինել զգուշավոր ու շատ նմանատիպ այլ առօրյա գործողություններ, որոնց պահպանումը կօգնի, որպեսզի մենք ավելի առողջ եւ ավելի երկարակյաց լինենք։ Բժիշկը հավելում է, որ շատ կարևոր է լվանալ ատամները ու բացի այդ զբաղվել սպորտով, ինչին ի պատասխան մեր փոքրիկ վախկոտ նապաստակը խոստանում է, որ այսուհետև կհետևի բժշկի բոլոր խորհուրդներին եւ դրա շնորհիվ կլինի ավելի առողջ ու կապրի ավելի երկար։ Հարգելի հեռուստադիտող, դուք այս փոքրիկ հեքիաթի օրինակով կարող եք երեխաներին հանգստացնել ամեն անգամ, երբ իրենք դիմում են ձեզ եւ փորձում հասկանալ ի վերջո ինչքան եք դուք ապրելու, ինչքան են իրենք ապրելու, երբ են մահանալու եւ այլն։ Դուք կարող եք բացատրել, որ առողջ ապրելակերպի դեպքում հնարավոր է կյանքն ավելի որակյալ ու ավելի երկար դարձնել։ Իսկ ձեզ հետ այսօր ես էի Սիրանուշ Օհանյանը, կհանդիպենք։